Ընկերներ ջան, բարի օր։ Ձեզ հետ կրկին ձեր սիրելի խորհրդատուն է, այս անգամ իր դատարկ տարաներով, ոչ թե գնումներով։ Դատարկ տարաներս չեմ հիշի ինչքան ժամանակում են հավաքվել, բայց քանի որ ընկերության 100% օգտվող եմ, իրանք բավականին արագ հավաքվում են եւ այս անգամ մի քիչ շաբեց ավելի շատ են հավաքվել եւ որպեսզի վիդեոն չլինի շատ երկար, շատ արագ կանցնենք, քանի որ կան լիքը ապրանքներ, որոնց մասին ես համարյա թե միշտ խոսում եմ, քանի որ իրանք առկան եւ դատարկ տարաների մեջ եւ նաեւ իմ գնումների մեջ, քանի որ իմ սիրելիներն են։ Իսկ այն ապրանքները, որոնք ես շատ սիրում եմ ու հավանում եմ, ես մշտապես պետք է վերցնեմ։ Եվ իմ մշտական վերցվող ապրանքներից մեկը այս թակարդ անձեռոցիկներն են լվացքի համար, որոնք 20 հատ են պարունակում եւ հենց վիդեո նկարելուց անմիջապես առաջ ինքը վերջացավ ու հայտնվեց այստեղ։ Շատ սիրում եմ, շատ հավանում եմ եւ խորհուրդ եմ տալիս միանշանակ 3844 նրանց համար ովքեր որ առաջին անգամ են դիտում ու չգիտեն թե ինչ է իրենց ներկայացնում թակարդ անձեռոցիկը, ասեմ որ իրեն պարզապես ավելացնում ենք լվացքի հետ, խառը լվացքի հետ, հատկապես ինքը շատ լավ է աշխատում, քանի որ եթե կան շորեր, որոնք հնարավոր է միմյանց գույն տանը փչացնեն, այդ ամբողջ ծանրությունը այս անձեռոցիկները վերցնում են իրենց վրա 20 հատ իր մեջ պարունակում, շատ ինձ դուր է գալիս եւ սիրով ու վստահությամբ խորհուրդ եմ տալիս։ Եվ քանի որ սկսեցիք տնտեսական հատվածից եկեք ցույց տամ նաեւ ձեզ իմ լվացքի փոշիները ես անմիջապես գնելուց հետո իրենց տեղափոխում եմ այլ ամանի մեջ։ Հիմա այս մեկն եմ օգտագործում, գերմանական կոնցենտրացված այս տարբերակը, որի 1 կիլոգրամը 1 տուփ ավելի շուտ 800 գրամ է, ինքը 3 կիլոգրամին հավասարազոր է։ Այս մեկն էլ իմ ամենասիրելիներից է սույունը, էլ ունիվերսալ լվացքի համար, որ իր մեջ նաև ունի լաքահան միջոց։ Սա 23 լվացքի համար է նախատեսված, այսպես էլի կոնցենտրացված տարբերակ է, բայց նշված չի ինչ է։ Այս տարբերակը միանշանակ մանկական լվացքի համար խորհուրդ եմ տալիս, իսկ այս տարբերակի մեջ առկա են որոշակի միջոցներ, որոնք հնարավոր է ինչ որ ալերգեն բաներ առաջացնել, դրա համար խորհուրդ չեմ տալիս մանկական լվացքի համար սա օգտագործել, քանի որ մերոնք արդեն մեծ են, ես հանգիստ վերցնում եմ։ Իսկ սա 0+ է, կարող եք մեծերի եւ փոքրերի շորերը հանգիստ առանց մտածելու լվանալ, քանի որ բոլոր դերմատոլոգիական փորձաքննություններն անցել է, մի խոսքով ապրանք, այստեղ տնտեսական ապրանքներից ձեզ ցույց տամ նաև սպառվել է, այս անգամ գացակնային արագությամբ սպառվեց կոնցենտրացված այս միջոցը, նարնջի, չէ, գրեյփֆրուտի հոտով 30218, որը շատ լավ հեռացնում է յուղերը, 500 մլ կոնցենտրացված տարբերակ, այս անգամ շատ շուտ սպառվեց, քանի որ երևի թե հոտը շատ է դուր եկել աղջիկներին ու ըստ երևույթին իրենց ձեռքերն են լվանում այս միջոցով, դրա համար շատ արագ սպառվեց։ Ես սովորաբար իրեն աչքի առաջ չեմ դնում, այս անգամ այսպեսի տխուր փորձ ունեցա աչքի առաջ դնելու եւ ինքը շատ արագ սպառվեց, ըստ երևույթին հենց այդ պատճառով եւ բացի այդ շատ արագ մեզ մոտ սպառվում են նաեւ ամանի հեղուկները, այստեղ կտեսնեք ամբողջ 3 ամանի հեղուկներ, շատ արագ են սպառվում, ովքեր վաղուց են հետևում գիտեն, 365 մալինաովի կոդն է եւ 335 սույունի այս տարբերակը բերգամոտ եւ ֆրեզա իմ ամենասիրելին է եւ հոտն եմ շատ հավանում եւ իր էֆեկտը եւ նաեւ այս գլխիկներին շատ դուր գալիս եւ շատ ժամանակ այս ամանը պահում եմ, երբ որ նմանատիպներն են վերցնում, անպայման տեղափոխում եմ սրա մեջ, որպեսզի օգտագործումը ավելի հարմար լինի։ Երկուսն էլ շատ լավն են, երկուսն էլ կոնցենտրացված են եւ 0+ են։ Ինչպես տեսնում եք, երկուսի վեր մակնշումներ կան, այսինքն կարող եք հանգիստ նաեւ մանկական սպասք լրանալ ու չմտածել։ Եվ ինչպես գիտեք, վերաթողարկվել են մեր այս առումա ցողաշիթերը, վերցրել էի անանասով տարբերակը, որին այս անգամ ավելացել է նաեւ ինչ որ մի ծաղիկ։ Եկեք տեսնեմ, կգտնեմ ձեզ ցույց տամ, թե չէ նույն հոտն է, ծաղկի հոտ առանձնապես չզգացի, անանասիներ ավելի շատ 331 է կոդը, ինչ է այսպես լույս անդադ գնում, մի րոպե։ Շատ լավն է, ջրային հիմքով են եւ ալերգիա բացարձակապես չեն առաջացնում, 30330 տեսական միջոցներից ցույց տամ նաեւ այս երկուսը եւ երևի թե վերջ, հասցրել եմ սպառել նաեւ այսպիսի երկու կոնդիցիոներներ լվացքի համար, ելի եւս մեկը սույուն իմ սիրելի շարքից, կոնդիցիոներ իլանգ-իլանգով եւ վարդով, շատ հաճելի հոտ է, շատ է դուր գալիս, 30 լվացքի համար է նախատեսված։ Արտիկուլը 334 եւ այս շարքը գիտեք, որ շատ եմ սիրել, շատ հետաքրքիր հարուստ հոտ ունի եւ պարֆումացված հոտ ունի, եղեք ուշադիր, եթե նման հոտերի սիրահարճեք, զգուշ վերցրեք իրան։ Ես էլ առանձնապես սիրահարճ եմ, բայց իրան շատ սիրեցի, 30 լվացքի համար էլի նախատեսված 3708։ Եվ այստեղ անցնելով առաջ արդեն գանք երևի թե
այս միջոցներին, ուրեմն հասցրել ենք սպառել, այս մեկը երևի թե ամբողջությամբ սպառել ամուսինս, սա շամպուն է եւ մարմնի գել միաժամանակ 2963 էկանում տարբերակն է, բավականին երկար օգտագործում էր, քանի որ մենակ էր օգտագործում ու բնականաբար դժվար է մենակ այսպես կարճ մազերին հատկապես, թեև ինքը նաեւ մարմնի համար է նախատեսված, շարքը շատ լավն է, մեր լավագույն շարքերից է, որը ես ինչ հիշում եմ, ինչ ընկերությունում կամ ինքը մշտապես կա ու մեր սիրելին է 2963 կոդը 400 ml տարողությունը։ Այս շամպունը սպառել են աղջիկները, ինքը շարունակում է մնալ մեր ֆավորիտը, լավը, երկու տեսակն էլ վերցնում եմ, հիմա արդեն այս կատալոգում նաև նորն է դուրս եկել, որը չվերցեցի, բայց երևի թե կվերցեմ, կփորձեմ։ Չվերցեցի, որտեղ կարծեմ թե բալզամով է, հենց դրա համար էլ չվերցրեցի։ Մի խոսքով, այս տարբերակն շատ լավն է, իր մեջ ունի լանոլին, էլի 400 ml 27-30, շատ լավ տարբերակ է։ Եվ այստեղ նաև սպառել եմ իմ սիրելի շամպունը առանց սուլֆատների, որը դուրս է եկել ցավոք արտադրությունից, վերաթողարկվել է, բայց վերաթողարկված տարբերակը դեռ ձեռք չեմ բերել, ու չգիտեմ ինչքանով ինքը նույնը կլինի եւ ինձ դուր կգա արդյոք թե չէ, ես շատ հավանում եմ այս շարքը, դեռ հին տարբերակներից կարծես թե մյուս շամպունից ունեմ, վերցրել եմ, կոդը չեմ ասում, քանի որ ինքը արդեն չկա, բայց շարքը արդեն վերաթողարկված ավելի մեծ տարբերակով կա։ Այստեղ պատվեների մեջ կա, հեսա որ գնումներս նկարեմ, ձեզ ցույց կտամ, չհանեմ ու չընդհատեմ այստեղ վիդեոն։ Եվ այստեղ շարունակելով ցույց տամ նաև Umo Shark-ից 3+ մանկական ինտիմ հիգիենայի համար նախատեսված միջոցը դեղցի հոտով, շատ լավն է, շատ հավանում եք ու մշտապես վերցնում 3266 200 ml տարողությունը։ Այս լվացվելու գելը արփենիկի համար է վերցրել սալիցինաթթվով եւ ալոե վերայով, որը 12+ է ու նախատեսված է դեռահաս մաշկի խնամքի համար 12-071 արտիկուլը ում կհետաքրքրի։ Այս տարբերակը այդեոյի վերցնում եմ աղջիկների համար, հենց հիմա սրանց ենք օգտագործում, շատ լավն է, շատ հարմար է եւ քանի որ ինքը փչովի տարբերակ է, երկուսն կարողանում են օգտագործել 68-002 կոդը, եթե կհետաքրքրի, տարբեր հոտերով կան արկային։ Այս լվացվելու գելը վերցնում եմ ինձ համար, բայց արփենիկն ինձ հետ հավասար օգտագործում է եւ նաեւ ունի այսպիսի հետաքրքիր սովորություն, ավարտելուց հետո անպայման մեջը ջուր է լցնում, այս անգամ այս մեկը չեմ դատարկել, այսպես հենց բերեցի նկարելու ու մնաց 3683 հենց հիմա իրանից ունեմ օգտագործում եմ եւ նաեւ ռետինոլ եմ օգտագործում, շատ լավն է, իմ ֆավորիտներից է ու մշտապես ես իրեն վերցնում եմ ու բոլոր տիպի մաշկերի համար է ու շատ նուրբ պավեր է մեջ պարունակում, որոնք չեն վնասում մաշկին, այնպես որ սիրով խորհուրդ եմ տալիս իրան, ինչպես ասացի, նաեւ արփենիկն է օգտագործում, քանի որ ինքը անվնաս է նաեւ դեռահաս մաշկի համար եւ դեռահաս մաշկի համար մեր սա հին թողարկումն է, մեր N4W-ն է, որը հիմա դուրս եկել արտադրությունից եւ փոխարինվել է Thin Skin-ով։ Այս մեկը դեռ 75% դաշտերի մեջ առաջարկում է, վերցել ենք օգտագործում ենք, շարքելի շատ լավն է։ Thin Skin-ի սրա հոտը շատ եմ հավանում, Thin Skin-ի միայն հոտինից դուր չի գալիս, մնացածը նորմալ լավ աշխատում է։ Այստեղ ցույց տամ նաև սպառել ենք 3 այսպիսի ատամի մածուկներ, սկսել ենք սովորական ավելի շատ սպառել, քանի որ աղջիկները եւս սկսել են օգտագործել այս մածուկներից նախկինում մենք էինք օգտագործում ինձ համար մանկական ենք վերցնում, բայց քանի որ հիմա իրենք են օգտագործում, կայծակային արագությամբ են իրանք սպառնում, ինչպես տեսնում եք, 22-12 այս ածուխով տարբերակն է, իսկ այս մեկը մանգոյով է 28-47, իրենք առանց ստորի տարբերակներ են 97% բնական միջոցներից, ինձ նմանատիպ հոտերը դուր չեն գալիս, ինձ համար ամենահաճելին այս տարբերակն է, բայց աղջիկներից այլ շատ հավանեցին ու հավեսով օգտագործեցին արդեն, հիմա ուրիշ բան են վերցել, մեր նորույթն են վերցրել, Delaine Shark-ի այս պենան երևի տեսակ նորը վերցել է, եթե հետևում եք գնումներից վիդեոյի մեջ 35-41 շատ լավ միջոց է եւ ընդհանրապես շարքը մազահեռացման համար նախատեսված շարք է, որտեղ կա համարյա ամեն ինչ, շատ խորհուրդ եմ տալիս անպայման նայեք, եթե չեք նկատել անպայման ուշադրություն դարձեք։ Այդեոյի այս գնդիկավորը սպառել է ամուսինս 26-47 շատ լավն է, էլի նույնը ուզես նույնից եմ պատվիրել, այնպես որ նորից նույնից օգտագործում եմ։ Այստեղ ինչ մնաց, այստեղ այս մեր բլուր կրեմն է Beauty Lab շարքից, որը վերաթողարկվել է, սա հին տարբերակն է, որը ոչ կոդն է ձեզ պետք, ոչ էլ մնացածը, ուղղակի ասեմ, որ տարբերակը վերաթողարկվել է, շատ լավ միջոց է, ես իրան պահել էի վստահ լինելով, որ մեջը ինչ որ բան կա, բայց պարզվեց, որ մեջը ոչինչ էլ չկա եւ դրա համար ինքը հայտնվեց դատարանների մեջ։ Տեսեք, նոր տարբերակն է նույն ձևով է աշխատում, այնպես է մտածված, որ ամբողջությամբ կրեմը միջից դուրս է գալի եւ ոչ մի կաթիլ կրեմ չի մնում։
նոր տարբերակը փորձեք, եթե ուզում եք ստանալ Photoshop-ի էֆեկտ դեմքի վրա, շատ լավն է, խորհուրդ եմ տալիս։ Expert շարքի հիալուրոնաթթվով եւ ալոեով այս շիճուկը շատ եմ սիրում, 1219, բայց կարծես թե ինքը դուրս է գալիս արտադրությունից եւ հենց հիմա էլ օգտագործում եմ ու արդեն ինքը սպառվելու վրա է։ Արդեն հաջորդ վիդեոների մեջ կտեսնեք իրան նորից։ Դեռ որ կա աստատկի սլատկի մեջ, եթե հետաքրքիր է, նայեք, չգիտեմ, կամ վերաթողարկվում է, կամ չգիտեմ, շատ լավ գին ունի ու շատ լավ էֆեկտ։ Ես շատ հավանում եմ։ Դեռ որ կա, չգիտեմ, դուրս կգա թե կվերաթողարկվի, դա արդեն ժամանակը ցույց կտա։ Այստեղ ցույց եմ տալիս դες միջոցներ, որոնք ինչպես տեսնում եք լիքն են, բայց ես չեմպիոն եմ ինչ-որ բաներ գնելու, չօգտագործելու, դնելու այնպիսի տեղեր, որ հետո գտնում եմ այնքան ուշ, որ ժամկետն անցած է լինում, եւ սա այդ դեպքերից է, կրկին համար նախատեսված սկրաբը եւ Beauty Lab-ի, էլի Beauty Lab-ը, ինքը էլի վերաթողարկվել է շարքը, սա հին տարբերակն է, ածուխով դետոքս տարբերակն է, շատ լավն է։ Պարզապես երկար ժամանակը չեմ օգտագործում նրա համար, որ ինքը ավելի շատ մաշկը չորացնելու համար է, յուղոտ մաշկի համար է նախատեսված, իսկ իմ մաշկը արդեն վերջին գոնե 6-7 ամիսը հաստատ յուղոտ չի։ Մի խոսքով, այս միջոցը լակրեմ շարքի կրեմ մարմնի եւ դեմքի համար նախատեսված, նման կրեմները ես դեմքից չեմ քսում, բայց մարմնից քսում եմ շատ մեծ հաճույքով, շատ լավն է, շատ հաճելի հոտ ունի եւ շատ հաճելի տեքստուրա, համարյա կարագի նման, հա, 150 մլ տարողությունը, արտիկուլը 121-45, ունենք նաեւ իր դեղցով տարբերակը, դա էլ եմ հաճախակի վերցնում, շատ սիրում եմ, շատ հավանում եմ։ Այս վստահ չեմ, որ այս ինքերի համար նախատեսված ֆիքսատորը կա, բայց բավականին լավն էր, վատիկը չէր, երկար օգտագործեցի, արտիկուլը չեմ ասում, քանի որ կարծես թե չկա իրենից ու չարժել անդրադառնալ։ Առողջության ապրանքներից հասցրել ենք սպառել այս անտիպարազիտար միջոցը, արտիկուլ 1563, որը լրիվ բուսական միջոցներից է եւ ուղղված է արդեն անունը հուշում է ինչի դեմ, եւ վիտամին C ու ցինկը բնականաբար այս ժամանակահատվածի համար լավագույն միջոցն է իմունիտետը ամրացնելու համար, սա վերցել ենք պրոֆիլակտիկ նկատառումներով ընդունելու համար, ամբողջ ընտանիքով ենք խմել 15789։ Այս միջոցը եւս երբ որ վերցնում ենք, խմում ենք բոլորովս, թեև մի հատը բոլորիս համար քիչ է գալիս։ Եվ այստեղ տեսնում եք նաեւ Be Royal շարքի իմ սիրելի գիշերային կրեմը, որի մասին նախորդ վիդեոյի մեջ գնումների վիդեոյի մեջ դիմացավ խոսեցի, շատ հավանել եմ, շատ սիրել եմ, մեծ հաճույքով օգտագործել եմ եւ էլի կվերցնեմ։ Այստեղ տոփը պահել եմ, որ դες արտիկուլը ցույց տա 1571, սիրով խորհուրդ եմ տալիս եւ նաեւ այս շարքից վերցրել եմ մեկ անգամի օգտագործման այս դիմակը, որը պետք է հանուն արդարության ասեմ, որ ուղղակի հրաշալի էր, մեջը այնքան չգիտեմ ինչա կոչում, շիճուկ կար, հա, որ ամբողջ մարմին հերիքեց։ Եթե կատակը մի կողմ բավականին շատ էր եւ դեմքիս եմ քսել եւ ձեռքերից եւ ոտքերից ոչ է թափելու բնականաբար։ Մեկ անգամի օգտագործման է, շատ լավ խորը խոնավեցնում է, 1574 է կոդը, շատ հավանել եմ։ Ձեզ սիրով խորհուրդ եմ տալիս։ Կարծես թե այսքանը, ոչ մեկի չմոռացա, ոչինչ չմոռացա։ Շնորհակալություն, որ դիտեցիք։ Եթերում ձեր սիրելի խորհրդատուների դատարկ տարաներով կիսվեցի իմ կարծիքով, անկեղծ կարծիքով պրոդուկտների մասին, որոնք օգտագործել են վերջին ժամանակահատվածում։ Դե ինչ այսքանը, շնորհակալ եմ, որ դիտեցիք։ Բոլոր օգտակար հողները գտնվում են վիդեոյի ներքևում։ Կհանդիպենք արդեն հաջորդ վիդեոյին, որը կլինի գնումներիս մասին։ Լավ եղեք, շնորհակալություն։